Ալիևը առույցի սիրտ չէր կերել, որ առանց Վաշինգտոնի ու Մոսկվայի համաձայնությունը առնելու բացահայտեց 4 տարի խիստ գաղտնի պահած բանակցությունների բուն էությունը Զանգեզուրի փոխանակությունը Ղարաբաղի հետ։ Ընդ որում դա գաղտնիքն էր ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի, այլև 3 այլ պետությունների համար։ Երրորդը Ֆրանսիան էր։ Դնենք մի կողմ Ամերիկայի և Ռուսաստանի նման պետությունների դիվանագիտական գաղտնիքը բացահայտել չի համարձակվի անգամ Հայաստանի իքիբիր իշխանությունը, ինչ մնաց թե այդպիսի բան իրեն թույլ տար Ալիևի նման պետական գործիչը։ Այնպես որ Ալիևը բացահայտեց մեղրու գործարքը արտոնություն ստանալով միայն։ Մեծ քաղաքականության մեջ այլ տարբերակ պարզապես բացառվում են։ Իսկ արտոնություն ստացավ, որովհետև դա արդեն գաղտնիք չէր։ Իսկ դադարեց գաղտնիք լինել, քանի որ տարածքների փոխանակման տարբերակի վրա վերջնականապես խաչ քաշվեց, ըստ երևույթի Մոսկվայում Պուտին-Բուշ հանդիպմանը։ Եվ պատահական չէր, որ Ալիևի բացահայտումը հետևեց Բուշի և Պուտինի հանդիպմանը։ Խնդրում եմ ընթերցելիս ուշադիր լինել, նաև լսողները և ընթերցողը, որ վերջում քննարկումը ստացվի։ Հաջորդ շարունակում ենք, Սոֆի։ Իսրայելի հակադրումից, որ երաշխավորում են Հարավային Կովկասի պետությունների պետական սուվերենությունը, որ էներգակիրների արդյունահանման գործում երկու երկրները համագործակցում են տարածաշրջանում և այլ ռեգիոններում և պնդում են էներգակիրների տեղափոխման տարողունության անհրաժեշտությունը։ Ով է շարունակողը, Գիրոյան։ Մեր մասով սրանից հետևում է, որ Արևմուտքը վերջնականապես ձեռ է քաշում Նախիջևանը Ադրբեջանին միացնելու մտադրությունից։ Դրանից բխող նատոական ուղղակի ելքից դեպի Կասպից ծով, իսկ Ռուսաստանը միանում է Բաքու-Ջեհյան նավթամուղի նախագծին և ընդհանրապես Արազդայի